գերիների հետ վերադարձի պահանջի հետակցանները ես գիտեմ, որ մամայկական ճակատը պարբերաբար մասնակցում է, պարբերաբար աջակցում է, բայց այս իշխանությունը մատին չի տալիս, որպես մեր տղաները, մեր ռազմագերիները վերադառնան իրենց հայրենիք, դուք ինչ կասեք։ Այո, ինչպես տեսնում ենք, արդեն բավականին ակտիվ փուլ է մտել գերիների հետ վերադարձի հետ կապված այս պայքարը եւ ուզում եմ նշել եւս մեկ անգամ հիշեցնել, որ համահայկական ճակատ շարժումը դեռ ամիսներ առաջ մինչև այս Ադրբեջանի այս շինծու դատավարության սկսելը համահայկական ճակատ շարժումը առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջնորդությամբ եւ գլխավորությամբ արդեն իսկ սկսել էր այս պայքարը տարբեր ուղիներով, տարբեր ճանապարհներով եւ մենք նույնիսկ շատ տեղեր պատկան մարմիններին սկսած Հայաստան կառավարություն վերջացրած ԱԳՆ մենք հանձնել ենք դիմում նամակներ այս հարցի վերաբերյալ մինչև հիմա իհարկե պատասխան չկա եւ այսօր էլ մենք բաց չենք թողնում առիթը ցանկացած տեղ որտեղ հայ հանրությունը հավաքվում է այս հարցի շուրջ բողոքի ձայն բարձրացնելու համահայկական ճակատը այդտեղ կանգնած է եւ մենք բոլոր տեղերում կանք, որտեղ այս հարցի վերաբերյալ հայ հանրությունը հավաքվում եւ համախմբում եւ փորձում է որոշել մի քայլ անել, որ այս հարցի վերաբերյալ վերջապես գոնե մենք մի հատ ինսի նշույլ ունենանք եւ մենք մեր բողոքի ակցիան հետեւյալն է, որ մեր կառավարությունը, մեր իշխանությունը վերջապես արժանապատվություն ունենա, տղամարդկություն ունենա ոտքի կանգնելու եւ այս հարցի վերաբերյալ միջազգային կառույցներից այն կառույցներից, ովքեր պատասխանատու են եւ այս հարցով կարող են որևէ բան անել, որպես մենք դրական արդյունք ունենալ, այդ կառույցներին իր ձայնը բարձրացնի եւ իր առաջարկները եւ իր աշխատանքը կատարի, որ նաև նրանք տեսնեն, որ այս իշխանությունը իր տղաների, իր գերեվարվածների հետ կապված սրտացավություն ունի եւ ուզում է որևէ քայլ անել։ Ես ուզում եմ մի կարճ ասել մի տղայի մասին, ես օրեր առաջ խոսեցի մեր անհետ կորած տղաներից Վարուժանի ծնողի հետ, ես իմացա, որ 44 օրյա պատերազմի ժամանակ փաստացի Վարուժանը 11 օրվա զորակոչված զինծառայող է եղել ժամկետային եւ նա տեսնելով թե ինչպես է մոտենում ԱԹՍ-ի հարվածը ընկերոջը նետել է գետնին եւ ինքը մարմնով ծածկել ընկերոջը եւ պահել ընկերոջը։ Իհարկե այդ դեպքից, այդ հարվածից նրանք երկուսն էլ փրկվել են, որից օրեր անց մեր տղան փաստացի անհետ կորել է եւ բոլոր ուսումնասիրությունները տեղում զննումները ցույց են տվել, որ 90%-ով նա գերեվարված է։ Սա ընդամենը մեկ օրինակն է։ Մենք այսպիսի օրինակներ ունենք շատ, որ մեր շատ լավ տղաներ ինչ-ինչ պատճառներով այս պահին գտնվում են Բաքվի բանտերում եւ մեր կառավարությունը պետք է մատին տա եւ այս հարցով պիտի ամեն ինչ անի, որ նրանց վերադարձնի։ Մեր նշանաբանն է, որ անգամ մեկ հայ չպիտի մնա Բաքվի բանտում։